Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր պաշտոնակության մասին մամուլում շրջանառվող լուրերին ու պաշտոնակության ենթադրյալ պատճառներին։ Մարզպետը նշեց, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում քննարկում եղել է, բայց որոշում դեռ չկա։ Վարչության անդամների հետ հանդիպում են ունենում բոլորը։ Քննարկում եղել է, որոշում չկա, որևէ որոշում այս պահին կայացված չէ, այսինքն ես պաշտոնավարում եմ, շարունակում եմ պաշտոնավարել։ Այդ քննարկումներն է շատ հետաքրքիր, գուցե եւ մարդիկ կային, որոնք ցանկություն ունեին նման ու այդ հրաբարակումները շատ արագ տարածեցին, այդ լուրերը շատ արագ տարածեցին կեղծ, որ ես արդեն պաշտոնանկ եմ արվել։ Պորտականի հետ կապված քրեական գործ կա, այդտեղ որևէ քննարկելու բան չկա, հրապարակումները իրենց գործն են անում, այդտեղ իրավական դաշտ է, որովհետեւ միջամտության բան չկա, բայց ինձ համար հետաքրքիր նորությունը որ կար 7 վերքներ, ինչպես միշտ էլի անկեղծորեն ասում են, որ 7 վերքի պատարագի կազմակերպմանը մարզպետարանը որևէ առնչություն չունի, որովհետև պատարագը կազմակերպվում է քահանաների կողմից, ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ, որևիցե մեկը ղեկավարությունը չի զանգել ինձ ասել, թե 7 վերքում պատարագ պետք է լինի ու խնդրում եմ աջակցես կամ հանձնարարական կա, որ աջակցես այդ պատարագին, վստահորեն ասում եմ, որևիցե մի զանգ չեմ ստացել ես պատարագի հետ կապված։ Այն աշխատանքը, որը տարվել է ամեն տարի մարզպետի կողմից, պսակադրության արարողությանը, որը եղել է հուշարձանի մոտ։ Կան իշխանությունից կարող է հստակ չեն պատկերացնում ինչպիսին է Գյումրին, ինչպիսին են գյումրեցիները եւ միգուցե դրանից է առաջանում այս խզումը, այսինքն տեղում աշխատող, տեղում ապրող եւ նաեւ մարզպետները ավելի լավ են պատկերացնում ինչպես պետք է իրենց դրսեւորեն, ինչ լեքսիկոն պետք է օգտագործեն, ինչ գրառումներ պետք է անեն, ոնց պետք է անեն, որ սա հայրենի քաղաքն է եւ ինչպես է ընկալվում նաեւ լսարանի կողմից միգուցե նման հակասություն կա։ Դժվար է պատկերացնել։ Գուցե եւ չեմ կարող ասել, բնականաբար Երևանում նստած այլ ձև են պատկերացնում, մենք հողի վրա այլ ձև ենք պատկերացնում, մենք Գյումրին միանշանակ այլ քաղաք է, Գյումրին իր յուրահատկություններն ունի, բայց այդ յուրահատկությունների հետ մեկտեղ ել եմ ասում, մենք առաջնորդվում ենք Գյումրու շահով ու մարզի շահով ու չենք առաջնորդվում անձնական շահերը առաջ տանելով։ Ես Շիրակի մարզպետն եմ ու ես քննարկեմ, թե ինչ անուններ են շրջանառվում ես անուններ ժողովուրդ ջան, տարբեր անուններ շրջանառվում են, բայց կոռեկտ չէ թե շրջանառողների կողմից, թե այն անձանց կողմից ում անունները որ շրջանառվում են։ Ախուրյան համայնքում մեծ հանդիսությամբ վարվեցին տարվա ամենասպասված գլխավոր տոնածառի լույսերը, ազդարարելով ամանորյա միջոցառումների մեկնարկը։ Տոնական օրը կազմակերպվել էր Ախուրյանի համայնքապետարանի նախաձեռնությամբ։ Տարվա ամենասիրելի ու ջերմ ժամանակահատվածը համայնքի համար նաև առիթ էր հետ նայելու եւ ամփոփելու իրականացված մեծածավալ ծրագրերն ու աշխատանքները։ Ինչպես շինարարական աշխատանքները, այնպես էլ մշակութային կյանքը ավելի ակտիվացնել եւ անել առավելագույնը։ Եվ այս տարի նախորդ տարվա համեմատ ունեցել ենք շինարարական ավելի մեծ ծրագրեր, ունեցել ենք մշակութային ավելի մեծ ու շատ միջոցառումներ։ Այս տարի նախորդ տարվա համեմատ մեր լուսավորությունը եւ տոնական զարդարանքը ավելի է շատացել եւ անելու ենք ամեն ինչ, որ հաջորդող տարին եւս ավելին լինի։ Համայնքի կենտրոնում հավաքված բնակիչներն ու հյուրերը վայելեցին տոնական մթնոլորտը լի ուրախությամբ, երգով, պարով եւ բարձր տրամադրությամբ։
Տոնական երեկոն ուղեկցվեց երաժշտական ու պարային համարներով, բեմում հանդես եկան սիրված ու ճանաչված արտիստներ Սիլվա Հակոբյանը, Իմ Project երաժշտական խումբը, Տաթև Մինասյանը, ինչպես նաև Մարինա պարային համույթը։ Այս տարի ավելի սեսեմ ընդլայնված ու գործված էր, այսպես եմ։ Այս տարի ավելի լավ էր։ Խաղաղություն, երջանկություն, հոգատարություն, մեկը մուսի նկատմամբ ունես շատ բարի։ Եվ ես շատ ուրախ եմ, մեր տոնածառը շատ սիրուն էր, սիրուն զարտարված, շատ լավ օր էր։ Երկրորդ տարին է, որ նման միջոցառում է կազմակերպում։ Մենք շատ ուրախ ենք։ Շատ լավ կանցնի, անցած տարի եմ մասնակցել, շատ հավես էլի, բարենք ուր գնանք։ Միջոցառման ընթացքում Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը շնորհավորեց ախուրյանցիներին ու համայնքի հյուրերին, մաղթելով խաղաղ, առողջ եւ ջերմ նոր տարի, ընդգծելով, որ համայնքի ամենամեծ արժեքը բնակիչն է։ Ուզում եմ, որ յուրաքանչյուրը զգաք, դուք նկատված եք, գնահատված եք, ու արժանի եք ավելին։ Ամեն մեկը անհատապես մոտիվացնում եք մեզ, որ անենք ավելի։ Տոնական երեկոյի գագաթնակետը շքեղ հրավառությունն էր, որը Ախուրյանը լցրեց լույսերով, գույներով ու նոր հույսով, ամփոփելով տարվա ամենակախարդական պահերից մեկը համայնքում։ Ես մաղթում եմ իմ թորնիկներին, որ մեծանան խաղաղ եւ կապույտ երկնքի տակ, եւ մեր բոլոր զինվորները վերադառնան իրենց ընտանիքներին։ Շնորհավորում եմ բոլորի գալիք ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Jingle bells, jingle all the way. Oh, what fun it is to ride in a one-horse open sleigh. Jingle bells, jingle all the way. Գյումրու բարեկամության այգում տարվա ամենասպասված հեքիաթն է լցված տոնական տրամադրությամբ, անակնկալ նվերներով, ձմեռ պապիկի ու նրա ժպտերը սելֆիկների մասնակցությամբ։ Միզմի թատերական ստուդիայի էլֆերն ու եղնիկը փոքրիկների հետ միասին որոնում էին տոնածառի լույսը, դարձնելով ողջ ընթացքը հետաքրքիր եւ ներգրավող։ Քաղաքի ամենաբարեկամական այգում տոնածառի լույսերի վառումը արդեն դարձել է սիրելի ավանդույթ, միավորելով երեխաներին ու մեծերին։ Այգին ինչպես ամեն տարի, այս տարի եւս սիրով եւ գրկաբաց սպասում է բոլոր փոքրիկներին եւ գյումրեցիներին։ Մեզ համար շատ կարեւոր էր, որ եւս մեկ օր ավելանա Գյումրու տոնացույցի մեջ, որպես ուրախ եւ գեղեցիկ օր։ Բարեկամության այգին այս ձմեռ եւս գրկապած սպասում է գյումրեցիներին ու քաղաքի հյուրերին, խոստանալով ջերմ, ուրախ եւ հիշարժան օրեր։ Բարեկամության զբոսայգում սկսվել է ամանորյա տոնավաճառը դեռ դեկտեմբերի 19-ից եւ շարունակվելու է մինչեւ ամսվա վերջ, որտեղ որ ներկայացված են ոչ միայն Գյումրիից, այլ նաեւ Հայաստանի տարբեր տեղերից եկած արվեստագետներ եւ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր որ իրենց արտադրանքն են ներկայացնում եւ կարող են վաճառք իրականացնել։ Հատկանշական է, որ տաղավարները նաև անվճար են տրամադրված եւ լավ հարթակ է, որպեսզի ներկայացնեն իրենց ունեցած արտադրանքը եւ իրենց պոտենցիալը։ Այս տարի եւս այգում գործում է ձմեռ պապիկի տնակը, որտեղ երեխաները կարող են լուսանկարվել եւ իրենց հետ տանել հիշարժան պահեր։ Գործում է նաեւ սաղադաշտը եւ այլ ձմեռային ժամանցային ծրագրեր։ Տոնական միջոցառման շրջանակում հանդես եկան երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը, ինչպես նաեւ դեղցանիկ վոկալ էստրադային համույթի սաները։ Բարեկամության այգին այս նախաձեռնությունը կյանքի է կոչել նաև Գյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի եւ Աներա ընկերության համագործակցությամբ։ Կարծում եմ, որ նման միջոցառումները գրավում են ոչ միայն քաղաքացիներին, ուղղակի հյուրերին, այլ նաև քաղաքի մշակութային եւ արվեստի ոլորտի մարդկանց, ովքեր իրենց մեծ ուժը ներդնում են, որպեսզի քաղաքը նման գեղեցիկ օրեր ունենա։ Միջոցառման ներկաների մեծ թիվը փաստում է, որ բարեկամության այգին տարեց տարի առավել մեծ թվով գյումրեցիների ու քաղաքի հյուրերի են ներգրավում իր տոնական միջոցառումներին։ Եվ թող Սուրբ Ծննդյան, Սուրբ օրհնության, խաղաղություն, բարի ու բարի կտրի, բոլոր իր բալիկների սրտերի։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Իր խոսքում Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է. «Երեկ եւ այսօր մենք արդեն փոխանակվել ենք մեր աշխատանքի գնահատականներով, ընդհանուր առմամբ իմ կարծիքով ամեն ինչ շատ լավ է անցել։ Հուսով եմ մթնոլորտը լավն էր, բայց ամենակարևորը մեր թիմերը քրտնաջան աշխատել են բոլոր ուղղություններով, պատրաստել են լավ փաստաթղթեր, ամեն ինչ ստորագրված է, ամեն ինչ առաջ է շարժվում։ Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, դրանք զարգանում են։ Մեր առևտրաշրջանառությունը կանոնավորվել է։ Երեկ մենք խոսել ենք դրա մասին։ Եթե 2024-ին այն գերազանցել է 11 միլիարդը, ապա այս տարվա առաջին 9 ամիսներին այն կազմել է 4.5 միլիարդ։ Սա նույնպես լավ ցուցանիշ է եւ մեզ հիմք է տալիս կարծելու, որ մոտ ապագայում մենք այն կավելացնենք։ Մենք նաեւ ծրագրեր ունենք, արդեն քննարկել ենք էներգետիկան, այդ թվում ատոմային էներգետիկան։ Հիմա մանրամասների մեջ չենք մտնի, բայց կա քննարկելու, խոսելու հնարավորություն, լոգիստիկայի ոլորտի մասին նույնպես։ Մեր նախորդ հանդիպման ժամանակ դուք բարձրացրեցիք տարբեր հարցեր, որոնց վրա կարող ենք համատեղ աշխատել, այդ թվում հին երթուղիների վերականգնումը եւ նոր երթուղիների ստեղծումը, որոնք կբացեն Հայաստանի սահմանները։ Այսպիսով ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է ընթանում։ Իհարկե, կան այլ հարցեր, որոնք մենք հիմա կքննարկենք։ Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է. «Կարծում եմ մենք միասին շատ հագեցած 2 օր անցկացրինք ԵԱՏՄ եւ ԱՊՀ ձևաչափերում, իհարկե շատ կարևոր որոշումներ կայացվեցին, եւ հիմա Սանկտ Պետերբուրգ կատարած իմ աշխատանքային այցի տրամաբանական ավարտն է։ Իհարկե մեր տարածաշրջանում շատ կարևոր եւ բարեբախտաբար դրական զարգացումներ են տեղի ունենում, եւ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ձեր աջակցության համար։ Ինչպես մենք ասում էինք օգոստոսի 8-ից հետո մեր հեռախոսազրույցում, ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի ու Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար, եւ դա արդեն տեղի է ունեցել, քանի որ Ռուսաստանից գնացքներն արդեն ուղևորվում են դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով, ինչը կարծում եմ իսկապես պատմական իրադարձություն է, եւ ինչպես արդեն նշեցիք, բացվում են նոր հնարավորություններ։ Մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է։ Ես մասնավորապես նկատի ունեմ Իջևանի, Երասխի եւ Ախուրիկի հատվածները։ Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի եւ Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում։ Չեմ կարող ասել, որ հիմա արդեն կան քաղաքական որոշումներ այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ, բայց կարծում եմ, որ իրավիճակը հասունացել է այնքան, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։ Մենք ներկայումս շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում նաեւ Միացյալ Նահանգների հետ, TRIP նախագծի իրականացման ու կառուցման վերաբերյալ։ Սրանք իսկապես նշանակալի եւ բովանդակալից փոփոխություններ են մեր տարածաշրջանի համար։ Այստեղ կան նաեւ բազմաթիվ նրբերանգներ, որոնք առնչվում են Ռուսաստանի հետ, մեր երկկողմ հարաբերությունների հետ։ Եվ այսօր կարծում եմ շատ լավ հնարավորություն է քննարկելու այս բոլոր հարցերը, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպմանը քննարկված հարցերին, կառավարության առաջնահերթություններին, արտաքին քաղաքականությանը, տնտեսության զարգացման տեմպերին, իրական Հայաստանի գաղափարախոսությանը, տարածաշրջանում առևտրատնտեսական համագործակցության ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին, TRIP նախագծին եւ այլ թեմաների։ Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաեւ հանդիպման մասնակիցների հարցերին։ Թուրքական մամուլը հայտնում է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում թուրքական կողմում արագացել են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները։ Մասնավորապես Ալիջան սահմանային անցակետում սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ եւ նախապատրաստական միջոցառումներ։ Նշվում է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է Ալիջանի ճանապարհի լրացուցիչ շինարարություն, որը կբարելավի կապը Իգդիրի ուղղությամբ եւ կմեծացնի տարածաշրջանային առևտրի ու լոգիստիկ հնարավորությունները։ Տեղում ուսումնասիրություններ են իրականացրել Իգդիրի նահանգապետը, միգրացիոն ծառայության ղեկավարը, Թուրքիայի պաշտպանության նախարարության լոգիստիկայի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը եւ այլ պետական կառույցների ներկայացուցիչներ։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ 2026 թվականի սկզբին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակում նախատեսվում են մի շարք խորհրդանշական քայլեր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետ է կանչում աշխարհի մոտ 30 երկրներում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպաններին ու բարձրաստիճան դիվանագետներին։ Նրանց շարքում է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ Ըստ պետքարտուղարությունում Associated Press-ի աղբյուրների նախորդ շաբաթ առնվազն 29 երկրի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ տեղեկացվել են, որ նրանց պաշտոնավարումը 2026 թվականի հունվարին ավարտվելու է։ Բոլոր այդ դիվանագետները նշանակվել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման շրջանում։ Ըստ գործակալության այս քայլով Թրամփը ցանկանում է արտերկրում ունենալ դիվանագետների, որոնք լիովին աջակցում են ամերիկան առաջինը քաղաքականության օրակարգին։ Պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանել նորությունը, նշելով միայն, որ ցանկացած վարչակազմի օրոք փոփոխությունները բնականon գործընթաց են։ Հարավարևելյան Ասիայի երկրների արտգործնախարարները Կուալա Լումպուրում քննարկել են Թայլանդի եւ Կամբոջայի միջև սահմանային բախումները, որոնց հետևանքով առնվազն 60 մարդ է զոհվել, ավելի քան կես միլիոն մարդ տեղահանվել։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Թայլանդի եւ Կամբոջայի բարձրաստիճան դիվանագետները։ Սա կողմերի միջև առաջին դեմարդեմ հանդիպումն է դեկտեմբերի 8-ին վերսկսված բախումներից հետո։ Քննարկումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, որ դեկտեմբերի 24-ին կհանդիպեն երկու երկրների պաշտպանության նախարարները։ ASEAN-ի երկրների արտգործնախարարները նպատակ ունեն վերականգնել Մալազիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնությունը։ Թայլանդը եւ Կամբոջան հրադադարի խախտման համար մեղադրում են իրար։ Ըստ հոկտեմբերին ձեռք բերված համաձայնության կողմերը պետք է ականազերծում իրականացնեին եւ սահմանից հետ քաշեին զորքերն ու ծանր տեխնիկան։ ԱՄՆ-ն Վենեսուելայի ափերի մոտ միջազգային ջրերում եւս մեկ լցանավ է կալանել, երրորդը վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Նշվում է, որ կալանվել է նավթամթերք տեղափոխող Բելա 1 խոշոր լցանավը։ Այն 2024 թվականին ավելացվել է ամերիկյան պատժամիջոցների ցանկում։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության այն ստվերային նավատորմի մաս է եւ զբաղվում է նավթի ապօրինի վաճառքով։ Վենեսուելայի կառավարությունը դատապարտել է լցանավերի կալանումը, դա անվանելով միջազգային ծովահենություն։ Տեղի ունեցածին արձագանքել է նաեւ Պեկինը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից մեկ այլ երկրի նավերի կամայական զավթումը միջազգային իրավունքի լուրջ խախտում է։ Պեկինը դեմ է բոլոր միակողմանի եւ անօրինական պատժամիջոցներին։ Չինաստանի ԱԳՆ խոսնակը նշել է, Վենեսուելան իրավունք ունի հարաբերություններ զարգացնել այլ երկրների հետ։ Ֆուկուսիմայի աղետից գրեթե 15 տարի անց Ճապոնիան որոշում է կայացրել վերագործարկել աշխարհի ամենամեծ ատոմակայանը Կաշիվազակի Կարիվան։ Նիիգատայի նահանգապետարանը հաստատել է ատոմակայանի աշխատանքը վերսկսելու որոշումը։ Նահանգապետարանի շենքի դիմաց շուրջ 300 մարդ բողոքի ցույց է անցկացրել։ Տոկիոյի էլեկտրաէներգիայի ընկերությունը քննարկում է ատոմակայանի 7 ռեակտորներից առաջինը հունվարի 20-ին վերագործարկելու հնարավորությունը։ Կաշիվազակի Կարիվան մեկն էր այն 54 ռեակտորներից, որոնք փակվեցին 2011 թվականին Ֆուկուսիմայի էլեկտրակայանը վնասած երկրաշարժից եւ ցունամիից հետո։ Ֆուկուսիմայի աղետը համարվում է ամենախոշոր միջուկային աղետը Չեռնոբիլից հետո։ Նախագահ Դոնալդ Թրամփը Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց է նշանակել Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին։ Ջեֆը հասկանում է, թե որքան կարևոր է Գրենլանդիան մեր ազգային անվտանգության համար եւ վճռականորեն կպաշտպանի մեր երկրի շահերը, նշել է ԱՄՆ ղեկավարը։ Թրամփի այս հայտարարությունից հետո Դանիայի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է, որ բոլորը, այդ թվում Միացյալ Նահանգները, հարգեն Դանիայի թագավորության տարածքային ամբողջականությունը։ Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Թրամփը բազմիցս հայտարարել է Դանիայի կազմի մեջ մտնող Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին։ Նա նույնիսկ չի բացառել ռազմական ուժի կիրառումը կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը հայտարարել է, որ Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնացի նշանակումը վկայում է դանիական տարածքի նկատմամբ ամերիկյան կողմի շարունակվող հետաքրքրության մասին։ Այս օրերին մարզի տարբեր համայնքներում տեղի է ունենում գալիք տարին խորհրդանշող ամենասպասված իրադարձությունը՝ վառվում են տոնածառերի լույսերը։ Քաջարան քաղաքն արդեն տոնական հանդերձանքով է ներկայանում անցորդներին։ Այստեղ լուսառատ ու ճոխ զարդարանքով են դիմավորում 2026-ը։ Ծառը տեսնել, ձմեր պապիկից ուզել եմ տիկնիկ։ Գալիք նոր տարում բոլորին ցանկանում եմ առողջություն, կարևորը սեր, երջանկություն ու
Քաջարանը ինչքան կարողանում է թող լցվի ավելի շատ երիտասարդներով։ Քաղաքը տոնականան շատ տրամադրություն էլ կա։ Կուզեմ համերաշխ լինեն բոլորը, մեր զինվորներն է վերադառնան իրենց մայրիկներին։ Այդ կուզեմ ծմեր պապից շատ։ Իմ քաղաքը իմ համար ամենագեղեցիկ քաղաքն է այս օրերի։ Ես միշտ ապրելու եմ Քաջարանում ու շատ գեղեցիկ է, մաղթում եմ բոլորին բարի նոր տարի։ Ցանկանում եմ բոլորը լավ սովորեն ու մեկ է իրենց ուզած բանին հասնեն։ Տոնական միջոցառումը ուղեկցվում էր ստեղծագործական ելույթներով, երգ-պարով։ Լույսերի վառման արարողությանն անհամբերությամբ սպասում են ոչ միայն փոքրերը, այլև մեծերը։ Ամեն օր ինչ որ նոր շունչ կա, նոր ուրախություն, նոր տրամադրություն։ Մենք էլ մեր ուզածով ինչպես ցանկանում ենք այդպեսին դիմավորում ենք մեր նոր տարին։ Թողնիկներիս հետ եմ եկել ու իրան ժպիտը ինձ համար հազար արժե, շատ հաճելի է ու ուրախ։ Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս համայնքապետարանը ջանք ու եռանդ չի խնայել բնակիչներին ուրախացնելու համար։ Քաղաքին գեղեցիկ տեսք հաղորդելու գործում զգալի ներդրում է ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Դե իսկ գլխավոր գեղեցկուհու լույսերի վառումը տոնական միջոցառումների սկիզբն է միայն, մինչև ամանոր եւ դրանից հետո քաջարանցիների համար մի շարք անակնկալներ են նախատեսվել։ Հարվիս Դեկտեմբերի 23-ից մեկնարկելու է գյուղական բնակավայրերի տոնական այսպես հանդիսությունները, միջոցառումները, ձմեռպապ, ջունանուշ, նվերներ, տոնածառ, Քաջարանց գյուղից մինչև Գեղի վարչական շրջան, որը իր մեջ ներառում է Անդոկավանը, Բաբիկավանը, Ձաքիկավանը, Գեղի, Գետաշեն, հնարավորություն կունենան մեր մանուկները նաև դեկտեմբերի 23-ից մինչև 27-ը այդ բոլոր օրերին մասնակից լինել այդ գեղեցիկ հանդիսություններին։ Իսկ ահա տեղ համայնքում գալիք տոների շունչը խորհրդանշող գլխավոր իրադարձությունն ազդարարվեց տարեհացի արարողությամբ, նպատակ ունենալով միասնականությամբ եւ համերաշխությամբ սկսել նոր տարին։ Տարեհացը ունի շատ բարձ բաղադրիչներ։ Վերցնում ենք ալյուր, դրոշ, խմորիչ, շաքարավազ, գոլ կաթ, աղ եւ այս ամենը շատ հոգով նվիրված ձևով խառնում ենք իրար ու պատրաստում ենք տարեհաց։ Հավաքել ենք տարվա եկամուտները, բերք ու բարիքը լինի բոլոր ընտանիքներում, համերաշխություն լինի բոլոր ընտանիքներում, խաղաղություն լինի Հայաստան աշխարհին, բացի դրանից էլ համայնքը ժողովուրդը միասնական լինեն, առողջ լինեն, ուրախ նպատակների ծախսեն իրենց եկած եկամուտները։ Համայնքի ղեկավարն էլ ամփոփելով անցնող տարին հանդես եկավ շնորհավորական ուղերձով։ Մենք գնում ենք մեր երազանքի հետևից եւ մեր նպատակները միշտ էլ կատարելու ենք։ Մշտապես լավագույնը եւ ուժեղագույնը լինելու կարեւորությամբ։ Եվ նույն վճռականությամբ էլ այսօր արել ենք ամեն բան ձեր օրը գեղեցիկ եւ անմոռանալու դարձնելու համար։ Տոնական օրվա ավարտին էլ համայնքի տարբեր բնակավայրերի ներկայացուցիչներ, տարվա ակտիվ երիտասարդ, լավագույն դաստիարակ, համայնքի խնդիրներով մտահոգ քաղաքացի անվանակարգերում ստացան մրցանակներ։ Ամանորի հերոսուհու լույսերը վառվեցին նաև Գորիս համայնքում։ Տոնական միջոցառմանը երեխաներին ջերմ հիշողություններ ու վառ տպավորություններ պարգևեցին Վաղարշ Վաղարշյանի անվան թատրոնի դերասանները հետաքրքիր բեմադրությամբ։ Օրվան աշխույժ ռիթմեր հաղորդեցին ինչպես Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի կատարողները, այնպես էլ մայրաքաղաքից ժամանած երգչուհիները։ Մարզի այլ համայնքներում եւս առաջիկա օրերին տեղի կունենան տոնածառերի լույսերի վառման հանդիսավոր արարողությունները։ Նարե Խաչատրյան, Անի Գրիգորյան, Սաթենի Կիսուն, Սալեն Ծատրյան, Սյունիք լուրեր։ Կրթական ծրագրերը մոտեցնել աշխատաշուկայի պահանջներին։
Այս հայեցակարգը հիմք ընդունելով Վարդենիսի բժշկահումանիտար քոլեջը ուսումնական սենյակ է բացում տեղի բժշկական կենտրոնում, ապահովելով ապագա բժիշկների կրթությունն առավել գործնական միջավայրում։ Լսանը հնարավորություն կտա մեր ուսանողներին, որպեսզի իրենց ուսումնառության առաջին իսկ օրվանից նույնիսկ իրենց ուսումը ստանան իրական աշխատանքային միջավայրում, որն էլ իր հերթին հնարավորություն է տալիս, որպեսզի տեսական դասերից բացի ուսանողները ձեռք բերեն գործնական կարողությունը։ Վարդենիսի բժշկական կենտրոնի հետ գործակցությունը հնարավորություն է տալիս ուսումնական գործընթացում նեղ մասնագետներ ներգրավելու, սակայն երբեմն դժվարություններ են առաջանում դասավանդումը հիվանդանոցային աշխատանքի հետ համատեղելու առումով։ Այս լսարանի ստեղծմամբ խնդիրը կլուծվի նույն տեղում եւ ավելի նպաստավոր պայմաններում կաշխատեն ուսանողն ու բժիշկ դասախոսը։ Հիվանդանոցում ուսումնական սենյակի կարևորությունը նրանում է, որ ուսանողները ավելի են մասնագիտանում եւ հմտանում պրակտիկ հմտություններին եւ անմիջապես ներկայ են լինում տարբեր տեսակի դեպքերին եւ ավելի կողմնորոշում մասնագիտական ուղղություններով։ Քույրական գործ մասնագիտությունը հենց հիվանդանոցային պայմաններում սովորելը շատ մեծ հարմարավետություն ու բացի դրանից առավելություն է, որովհետեւ մենք այստեղ ականատես ենք լինում իրական հիվանդների, իրական դեպքերի, մեր փորձառու բժիշկների ու բուժքույրերի հետ, մասնակից ենք լինում այդ միջոցառումներին ու որպես մասնագետ ավելի շուտ ենք կայանում։ Ուսումնառության որոշ հատվածը բուժ հաստատություն տեղափոխելը կրթությունն ավելի իրական է դարձնում եւ սովորողներին հնարավորություն տալիս կողմնորոշվելու, պատրաստ են արդյոք ապագայում աշխատել այս ոլորտում եւ այս միջավայրում։ Դեկտեմբերի 18-ին ժամը 8:30-ի սահմաններում Մարտունի Վարդենիս ճանապարհի 16-րդ կիլոմետրին ջրային պարեկները կանգնեցրել են Կարճախբյուր գյուղի բնակչի վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան, որի սրահում 85 հատ 29 կիլոգրամ ընդհանուր քաշով սիկ տեսակի ձուկ կար։ Վարորդն ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Մարտունու բաժին։ Նույն օրը ժամը 9:05-ի սահմաններում Երևան-Սևան Իջևան ճանապարհի 57-րդ կիլոմետրին ջրային պարեկները կանգնեցրել են Սևանի բնակչի վարած Օպելը։ Բեռնախցիկից հայտնաբերվել է 247 հատ 101.8 կիլոգրամ ընդհանուր քաշով սիկ տեսակի ձուկ։ Տղամարդը մեքենայով հանդերձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Դեկտեմբերի 18-ին ժամը 23-ի սահմաններում ջրային պարեկները Սևանա լճի վրա Թերակղզու հարակից տարածքում ապօյնի ձկնգողության դեպք են բացահայտել։ Հայտնաբերվել են ձկնորսներ իրենց ձկնորսական նավակով, որում 73 հատ 25.4 կիլոգրամ ընդհանուր քաշով սիկ տեսակի ձուկ կար։ Հանգամանքները պարզվում են։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության համաձայն 43-ամյա մի տղամարդ տելեգրամյան հավելվածի միջոցով պարբերաբար ձեռք էր բերում տարբեր տեսակի թմրամիջոցներ եւ դրանք իրացնում, տեղադրելով մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Հետագա միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 16-ին ստացվեց արդեն կոնկրետ տեղեկություն, որ նա իր բնակության վայրի տարածքում ձեռք է բերել թմրամիջոցների հերթական խմբականակը եւ թաքցրել իր տան խորդանոցում։ Նույն օրը ժամը 10-ի սահմաններում Մայրաքաղաքի Նազարբեկյան թաղամասում նա ձերբակալվեց ու տեղափոխվեց համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Աչափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ եւ հաջորդ օրը դատարանի որոշմամբ խուզարկվեց խորդանոցը։ Հայտնաբերվեց ընդհանուր 81 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի 6 փաթեթ ու եւս 8 փաթեթ, լցված ընդհանուր 477 գրամից ավելի մարիխուանայով։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։